Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake Etherum Խաչմերուկ podcast-ի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ են լրագրող Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Մերձավոր Արևելքում, ինչպես տեսնում ենք, պատերազմը շարունակվում է ողջ թափով եւ կարծես թե պատերազմի աշխարհագրությունը գնալով մեծանում է, տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի իրադարձություն։ Դրոններ էին ընկել Նախիջևանի վրա, ադրբեջանական կողմը բնականաբար մեղադրեց Իրանի Իսլամական Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը հերքեց իր մասնակցությունը, մեղադրելով Իսրայելին սադրանքի մեջ եւ հետևեց այդ ամենին Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ իրանական կողմի հարձակումը անպատասխան չի մնալու։ Հետագայում արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցկացրեց անվտանգության խորհրդի նիստ եւ հայտարարեց, որ զորքերը բերվում են համար 1 պատրաստվածության։ Պարոն Նահապետյան, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը կարծես թե փորձելու է մտնել խաղի մեջ կամ Ադրբեջանին ստիպում են մտնել խաղի մեջ, հաշվի առնելով այն, որ Իսրայելը օրինակ լրջագույն աջակցություններ ցույց տվել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի օկուպացիայի համատեքստում եւ հիմա կարծես թե եկել է պարտքերը վճարելու ժամանակը։ Հիմա քեզ մոտ կանխազգացում է, այո, ասենք այսպես։ Իրադարձությունների կանխազգացման վրա։ Իրադարձությունների տրամաբանական շղթայի իման վրա։ Օրինակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս ասեց, կանխազգացում ունեի, որ Իրանը մեր վրա պիտի հարձակվեր, դրա համար ես կանխարգելի չարված հասցրեցի։ Եկեք այս գնահատականները շատ կարևոր է մեր ժողովրդին տալու համար, առավելագույն փորձենք հիմք ընդունել փաստերը եւ փաստերի հիման վրա անել եզրակացություններ արդեն մասնագիտական հարթությամբ։ Արձանագրում ենք, ընկել է գրոհային անօթաչու թռչող սարք, ինքը հետախուզական չի եղել, գրոհային է եղել, ասենք իր վրա կրելով բավականաչափ պայթուցիկ, այսինքն դա կան կամիկաձե գրոհայիններ, 1-2-3 զինծառայող կամ ասենք խրամուղիները մտնելու հայերեն ասած բլինդաժները, դա ավելի փոքր է։ Կա որ ասենք տեխնիկայի վրա է աշխատում, շենքերի վրա են աշխատում, այդտեղ պայթուցիկը բավականին շատ է։ Մի կես գլիկոգրամ 1.5 2 պայթուցիչը շատ է եղել, ասենք սա արձանագրենք որպես իրողություն։ Հիմա ում է ձեռք տալիս, որ նման պայթուցիչով անօթաչու թռչող սարք Նախիջևանում ընդ որում օդանավակայանում է, չէ՞, օդանավակայանի տարածքում եւ ռազմավարական վրա։ Ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վրա է։ Հիմա տեսականորեն Իրանի Իսլամական Հանրապետությանը այս պահին պետք է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը տրամադրել իր դեմ։ Տրամաբանորեն ոչ։ Առանց էլ 14 պետության տարածքում ամերիկյան եւ բրիտանական բազաներին Իրանը հարվածում է։ Չէ, 14 բայց այստեղ նաև ունենք հետևյալ մոտեցումը, միգուցե Իրանի քաղաքական վերնախավը տիրապետում է որոշակի ինֆորմացիայի, որ Ադրբեջանը ներքին կարգով, այսպես ասած, օգնություն է ցուցաբերել Իսրայելին իր տարածքի ռմբակոծման համատեքստում եւ միգուցե սա նաև նախազգուշական հարված է։ Եթե օգնություն եղել է, սկզբունքորեն ես չեմ բացառում եւ որի վերաբերյալ Իրանի համապատասխան կառույցները վստահաբար կիմանան, ապա ինչ ասել է նախազգուշացում։ Ուղղակի կարող են թիրախային հարվածել, այնտեղ որտեղ այդ ենթակառույցները աշխատում են իր դեմ։ Ասեմ այսպես, ուրեմն այդ լրիվ մարտական պատրաստության բերվելը այդպես չի, բերվել է բարձր մարտական պատրաստության, դա լրիվ կամ թիվ 1 դրանց միաշան ներքև է, բայց դա բերվել է 3 օր առաջ, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ այցելություններ են կատարել
օդանավականներ, ոչ ավել, ոչ պակաս։ Օրինակ հետաքրքիր չէ։ Ստուգելու ինչը օդանավականներում աշխատող հոպը, որ պատական հրթիռ գա կամ անօթաչու հետ օդանավականների վրա իրենք խոցեն։ Ես կարող եմ դա իրենց մեկնաբանությունն է, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները։ Ես այլ մեկնաբանություն կարող եմ տալ։ Այսինքն օդանավականները շուտով պետք է աշխատեն մարտական խնդիր կատարելու, նկատի ունեմ օդանավերը եւ օդանավականի սպասարկող անձնակազմը եւ վերջին ստուգումն է անցնում։ Ընդ որում այդ ուժերը ռազմաօդային ուժերը այդ ժամանակ առաջին անգամ իրենք էին անձնակազմ բերվել լրիվ բարձր մարտական պատրաստություն։ Սա արձանագրենք մինչև այս անօթաչու թռչող սարքի պայթելը։ Հիմա ողջ զինված ուժերն են։ Հիմա ես ասում, դրանից հետո 2 օր հետո Նախիջևանում այս 2 պայթյունն է, հա, տեղի ունեն։ Ասենք այսպես, Իսրայելը սադրում է տարբերակներից մեկը, սադրում է Ադրբեջանի ղեկավարություն։ Կարծում եմ այդպես չեն սադրում։ Ասենք Ալիևը կարող է զանգ ստանա պետքարտուղարի կամ պատերազմի նախարարից ԱՄՆ-ի։ Սադրել այդպես է լինում։ Զանգ խիստ տոնայնությամբ ասում եմ, որ քո խաղի տալու ժամանակը անցել է, տղա, Կողմնորոշվի։ Չէ, կողմնորոշվել չէ, դու հրամանս կատարում։ Իդեպ ես այս տոնայնությունը բառամթերք որ ասում, բադական չեմ ասում։ ԱՄՆ-ը մտել է մի շատ վտանգավոր փուլի մեջ, որ այդ երկրի եւ ներկա վարչակազմի համար ինքը կարող է ճակատագրական լինել եւ այսպես զգուշացումներով, հորդորներով, խնդրանքներով որից հարց չի լուծվում։ Օրինակ 2 օր առաջ Տրամպը երբ իր կողքը Գերմանիայի վարչապետներ կանցլերը Մերցը Իսպանիայի վարչապետի մասին ոնց էր խոսում եւ Իսպանիայում տեղակայված ամերիկյան բազաների առանց այդ երկրի օրենսդիր մարմնի ԱՄՆ-ը չի կարող այդ բազաները օգտագործել։ Բայց իրանք ասացին, որ Տրամպը ինչ ասաց, եթե մեզ պետքա գալիս ենք, իրանք չենք էլ հարցնի, իրանք ով են որ մեզ խանգարեն։ Ես ինչի համար եմ ասում։ Այսօր ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարների կապ չունի, դա նախագահն է, Պենտագոնի ղեկավարների նախկին, որ հիմա պատերազմի նախարար կոչվում, հա, պետքարտուղարն է, փոխնախագահն է, դա էական չի։ Ես ասում եմ մոտեցումը ոնց է դրված։ Եվ Ալիևին մի հատ պետք է հարցնեն, կներեք դուք կցանկանաք մեզ օգնել։ Ես կարծում եմ հեռախոսը զանգից առաջին 2 րոպեն հավի անգա գնում, շատ խիստ տոնայնությամբ, վերջում հրաման։ Չունել հարցնելու ով ինչ ոնց, ու վերջ թեման փակվեց։ Այսինքն Իսրայելի գործոնը սադրելու, որ Ալիևը հուզվի, որ ասի վայ մի օդանավականի խփեցին, հեսա սադրեցին, հետո մի 3-4-ին սադրեն, որ ես գլխի ընկնեմ, բան չկա, ես դնում ենք ենքով։ Հետևաբար հիմա մնում է շահառուն։ Հիմա մնում է նայենք ովքեր կարող են, հա, ինչ հանգամանքներից ելնելով անել։ Երկրորդը Իրանն է։ Հիմա Իրանի պարագայում գնահատենք, հա։ Այն ինչ որ Ադրբեջանում իսրայելական հետախուզական կենտրոններ, ենթակառույցներ, ստորաբաժանումներ, հետախուզական տեխնիկական միջոցներ Իսրայելը վաղուց է տեղադրել 3 օդանավական Արցախում եւ ազատագրված տարածքներում, այո, 3 օդանավական, որոնք բայց որը քաղաքացիական են անունը դրել, բայց բետոնի հաստությունը քաղաքացիականը չի, դրանով է, հա, որոշվում։ Այսինքն ծանր ռազմական ինքնաթիռ որ իջնում է, ինքը բետոնը պետք է կարողանա թռիչքուղին պահի։ Իսկ այն ինչ որ արվել են դա ռազմականի համար է, ակնհայտ է, չէ՞, առավելս որ մարդը չի ապրում։ Պատկերացնում եք օդանավական կառուցումն ասենք 100,000, 150,000, 200,000-անոց բնակչություն ունեցող քաղաքներում, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Այնտեղ 1000 մարդ չկա, բայց հիմա օդանավականներ կան, ակնհայտ է, չէ՞ որ դա քաղաքացիական նպատակով, չի ռազմական նպատակով, որը վերաբերել Իրանի ղեկավարությունը գիտի։ Հիմա խնդիրը հետևյալն է, այդ օդանավականները օգտագործելու համար Ինչու, որտեվ թիմ 1 խնդիրը Իրանի վրա օդային հարձակումների ժամանակ Իսրայելից Իրան 2000 կիլոմետր հարձակվել խնդիր կատարել մարտական, հետո վերադառնալ վառելիքը չի հերիքում։ Եվ վերալից կարող ինքնաթիռների քանակը սահմանափակ է, մոտ 15 Իսրայելը ունի, 50-60 Միացյալ Նահանգները։ Պետք է կրճատել։ Պետք է մոտ, այո, հենց հարևան երկրները օդանավականները։ Եվ ըստ այդմ այդ օդանավականները երբ կաշխատեն
Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի համար որպես հարձակման գործիք։ Երբ այդտեղ գա ինքնաթիռներ, անձնակազմ, հսկայականակ զինամթերք, չէ, վառելիք, եւ դա պետք է բերվի բեռնատար ինքնաթիռներով, չէ։ Բացի ռազմական ինքնաթիռները, որոնք պետք է գան օդանավականների իջնեն, բեռնատար հարյուրավոր բեռնատարների թռիչք կլինեն, որոնք այդ հրթիռները պետք է բերեն վառելիքը եւ այլն, սպասարկող անձնակազմ, այսինքն իրենք փակ ցիկլով պետք է գան հայտնվեն օդանավականներ։ Իսկ ինչ է կարծում, դա հնարավոր է թաքցնել։ Այդ ես ու դու կարող ենք անգամ նայել, որտեվ կան սոցիալական ցանցերում ծրագրեր, ինքնաթիռների թռիչքների եւ այլն վերաբերյալ, չեմ ասում Իրանի հատուկ ծառայությունները մասնագետներ նստած հետևում են, հա։ Չեմ ասում Չինաստանն ու Ռուսաստանը 24 ժամվա ռեժիմով այդ տեղեկատվությունը փոխանցում են Իրանին։ Ես առավել քան համոզված ասեմ, բայց որ վերաբերյալ պետք է չի բարձրացնել։ Հիմա սա նշանակում է, քանի այդ օդանավականներում այդ ինքնաթիռները, տեխնիկական միջոցները, զինամթերքը, անձնակազմը, վառելիքը չեն եկել, այդ օդանավականները պոտենցիալ վտանգ են ներկայացնում, պոտենցիալ վտանգ։ Հիմա այստեղից հարց առաջանում, քանի դեռ չեն եկել, Իրանը ինչ զգուշացնի։ Այսինքն Իրանը Ալիևին ինչ ասի, որ ես գիտեմ, որ օդանավականը վստահաբար ենթադրենք փարթիների համար չի, հա, այդտեղ օդանավել պիտի իջնեն, բարձրանան եւ այլն։ Չէ՞, այսինքն Իրանը զգուշացնելու խնդիր չունի։ Շատ լավ գիտի։ Հիմա գալիս է, ինչպես ասում են, վերջին շահառուն, բալա ով է շահառուն։ Ես կարծում եմ Ադրբեջանը։ Ադրբեջանը ինքը իր տարածքում սադրանք է իրականացնում։ Որի նպատակը հիմա ասեմ։ Ուրեմն նայեք, Իրանը 14 պետության տարածքում գտնվող ամերիկյան բազաներին հարվածում է, չէ՞։ Բայց նաև տեղեկատվություն է տարածվում, որ իբր հարվածում են քաղաքացիական օբյեկտներին։ Շատ արագ, որ երկրի վերաբերյալ տեղեկատվությունը արտահոսք է լինում, Իրանը եւ այդ երկրի պատկան կառույցները սկսում են իրար հետ կապի դուրս գալ։ Օրինակ, ասվեց Թուրքիա ինժիրլիկին իբր Իրանը փորձ արել հարվածել, չէ՞։ Նույն պահին Թուրքիայի եւ Իրանի պատկան կառույցների ներկայացուցիչները կապվել են իրար հետ։ Այսինքն Իրանը ասել է, այս նման բան չեմ արել, չգիտեմ ինչ որ միտեղից եկել է։ Թուրքիան էլ ասել է, հա, իմ ինժիրլիկի վրա, որը Ամերիկային է, ՆԱՏՕ-ին է չի դեպ։ Այնտեղ սովորաբար այսօր տեղեկատվական հոսքերում սխալ տեղեկատվություն է տարածվում։ ՆԱՏՕ-ն այլ բան է, հա, ԱՄՆ-ն այլ բան է։ Թուրքիան հաստատել է, ասել է, ապա տեղեկատվություն է եւ դրանից հետո հերկվել է։ Նույնը Օմանի վրա է ասենք եղել։ Երկու երկրների կառույցների, պատկան կառույցների ղեկավարները շատ արագ կապվել են մեկ-մեկու հետ, հերկել են։ Հիմա նայեք Ադրբեջանում ինչ է տեղի ունենում։ Ինչ որ երկու անօթաչու է պայթում։ Կարող է Հայաստանից է գնացել։ Ճիշտ եմ ասում։ Իսկ տեսականորեն հնարավոր է, չէ՞, Հայաստանից գնա։ Մենք Նախճիվանից սահմանում ենք, չէ՞, ոնց որ թե։ Բայց ոնց եղավ, որ առանց հետազոտության այդ բեկորները, չգիտեմ, ուղղությունը եւ այլն, Ադրբեջանի նախագահ միանգամից մատի ուղղությունը ում վրա է ուղղում Իրանի։ Ինչու։ Ինչու Իսրայել չի ասում, ինչու Հայաստան չի ասում, ելով կա այնտեղ շահագրգիռ, որ կարող է, օրինակ կարող է Ռուսաստանը անի, օրինակ տեսականորեն։ Ալիևի նյարդերի հետ մի քիչ խաղա։ Բայց ինչու ես դու միանգամից Իրանի վրա մատդ ուղղում։ Չես էլ զանգում, չես էլ կապվում, մասնագետները չեն կապվում։ Կարող է Իրանը ասում է, ես խումբ եմ ուղարկում, եղբայր, բացեք այդ հոբ կայանքները, որ կան, իր վրա ուրեմն մի էկրան կա, կոչվում է ինդիկատոր կրուգավով обзора, որտեղ երբ որ մեծ տարածքում, եթե ստանցան հզոր է այդ կայանը, ինքը ասենք հարյուրավոր, հազարավոր կիլոմետրեր երկինքը ֆիքսում է, ցանկացած թիրախ, որը որ բարձրանում է, այդտեղ ֆիքսում է։ Իմ առաջին մասնագիտությունն եղել, դրա համար լավ գիտեմ։ Զինվորական։ Եվ այդ ժամանակ օպերատորը, որը ֆիքսում է, իրենք նաև տեսան նկարում են, պահվում է էլ այդ հիշողության մեջ,
Մսենք իրանական կողմը կարող ասի, որ մի հատ ապացուցի է ու ասելով չի։ Բայց նախորդ խոսենք մեկ-մեկու հետ։ Առանց խոսելու արևը հայտարարություն անում, չէ՞։ Մատնել ուղղությունը դեպի Իրան։ Այստեղից ինչ ես պատական փաստ չբերեցի, հա, Իրան, Թուրքիա, Իրան, Օմանի հետ ասենք, նույնիսկ Բահրեյնն այդքան հարվածելուց հետո այնտեղ քաղաքացիական մի շինության մոտ մեծ ռումբ էր ընկել, որտեղ Իրան ասել է, ես նման դրա հետ որոշ գործ չունեմ, իմ թիրախը Բահրեյնը չի, իմ թիրախը բազաներն են, այս բազան մեծ հաշվով համարվում է կամ Ամերիկայի տարածք կամ իր սպասարկման տարածք։ Այսինքն ես այդ երկրի դեմ ոչինչ չունեմ։ Շատ պատասխանատու եմ, որ իր դեմ այլ երկրները ռազմական գործողությունների չմասնակցեն, չէ՞, շատ տրամաբանը կնա։ Բայց ո՞նց եղավ, որ հիմա այս երկու անօթաչուն ընկավ, միանգամից Ալիևը մատ ուղղեց դեպի Իրան։ Ես Որն է մոտիվացիան, հա։ Ահա, ինքը հող է նախապատրաստում, որ վաղը չեմ իսօրը իրեն սադրեն, դրթեն ու բրթեն, որ Իրանի դեմ ինքը գործողություն տի սկսի, կամ տրամադրի օդանավականները, օրինակ, տրամադրի ենթակառույցներ, որտեղ զին անձնակազմի գա մեծաթիվ, օրինակ եմ ասում։ Մի այդ ժամանակ Ալիևին ինչ պետք է ասի։ Ասեն Իրան ինձ հարվածեց, ես էլ ինքնապաշտպանության եմ դիմում եմ իմ դաշնակից պետություններին, օրինակ Թուրքիային, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որին օգնի, որտեղ Իրանը սա արդեն սկսել է։ Իր համար հող է նախապատրաստում Ադրբեջանը, հող, որովհետև վաղը չեմ իսուր այնուամենայնիվ Ադրբեջանի ղեկավարությանը Միացյալ Նահանգները ուղղակի կամ Իսրայելը պարտադրեն մտնել Իրան դեմ ինչ-որ գործողությունների տարածք, ինքը ունենա այդ մտածածին պատճառը։ Իհարկե, ես նորից եմ ասում, խիստ անտրամաբանական է Ալիևի Իրանի վրա մատ պահելը։ Չէ, ես մի քանի ուղղությամբ ասի, որ Ալիևը նախ զինվորականները չեն կապվել մեկ-մեկու հետ։ Դու այդ ո՞նց որոշեցի, որ իրանական է։ Կարող է Իրանի տարածքից Իսրայելն է բաց թողել։ Հետախուզը մտնում է Իրանի տարածք, երկու անօթաչուն ինչ է, առանձնապես, չէ, քաշել չի ներկայացնում, մի 4-5 կիլոանոց բան է։ Իրանի Ադրբեջանի տարածքից Իսրայելի հետախույզը, որը կարող է եւ Իրանի քաղաքացի լինի, երկու անօթաչու է բաց թողում Նախիջևանի ուղղությամբ, հա, հետո գնում շվշվացնելով, ասենք իր անասունները պահի, խաշնարած է։ Օրվա մնացած մասը։ Շատ եմ ասում։ Շատ լավ, պարոն Ապետյան, ունենք շատ հետաքրքիր իրավիճակ։ Տեսեք, պատերազմի մեկնարկի օրը թե հրեական կողմը, թե ամերիկյան կողմը խոսում էր քարոզիա գործողությունների մասին, հետագայում Թրամփը դա մի քիչ ավելացրեց, որովհետև բարձ երևում է, որ չեն կարողանում ռազմավարական խնդիրը, որը որ դրել են իրենց առջև, լուծեն։ Ժամկետը հասավ 4 շաբաթի, հիմա արդեն խոսում են 8 շաբաթի մասին։ Այսինքն պարզ կարող ենք ֆիքսել, որ Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմը չի կարողանում իր առջև դրված խնդիրը լուծել եւ խրվում են իրենք այդ պատերազմի մեջ։ Հիմա այս ասպեկտում արդեն որոշակի հատկապես քարոզչական հարթակներում, արևմտյան քարոզչական հարթակներում խոսվում է ցամաքային հնարավոր գործողության մասին, բայց ոչ շատ հստակ, այլ մակերեսորեն, կարծես թե փորձում են տրամադրությունները շոշափեն։ Երեք արևմտյան լրատվամիջոցներից կարծում եմ MBC-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ մենք սպասում ենք նրանց։ Ըստ ամեցեք։ Այո։ Հիմա եկեք ցամաքային օպերացիայի վերաբերյալ կոնկրետ թվերով ենք խոսում։ Ինքնին թվերը արդեն մեր համար ցուցիչ է։ Եվ այսպես, Իրանի բանակը պաշտոնականն եմ ասում, մետը չեմ սխալվում, 720,000-ը, որից 200,000-ը ցամաքային զորքերն են։ Մոտ 200,000-ը պահապանների կորպուսն է, որը ևս բանակ է, ուրեմն երբ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացնում զորակոչի 48 ժամվա ընթացքում մոտ 2-2.5 միլիոն մարդ զենք է կոչվում։ Այսինքն գումարած 750,000։ Նո ասենք 3 միլիոն է դառնում։ Իրանը
անհրաժեշտության դեպքում ընդ որում այդ 2 միլիոնից ուղիղ կեսը ցամաքային զորքերն են։ 90-92 միլիոն բնակչություն ունի։ Ես նվազագույնն եմ ասում, ոչ թե պարտիզանական պատերազմ, ոչ թե մահուկենաց պատերազմ, եթե տոտալ մոբիլիզացիա համարում 10%-ը 9 միլիոն։ Այսինքն 3 միլիոնը զորակոչի արդեն զենքի վրա, 6 միլիոն էլ գալիս է։ Հիմա հարց։ Միացյալ Նահանգները ըստ ռազմական գիտության ինչքան զորք պիտի բերի, որ կարողանա այդ 9 միլիոնի երկրորդ փուլում, իսկ առաջին փուլում երրորդ փուլում 9 միլիոն, երկրորդ փուլում 3 միլիոն, առաջին փուլում 720,000 այս պահին։ Ինչքան զորք պիտի բերի։ Ասենք պատկերացրու հիմա 3 միլիոնանոց բանակ է, որից 1.5-ը ցամաքային զորքերն են։ Իսկն առնվազն 4-5 միլիոն։ Հիմա հարցը 4-5 միլիոնը ուր է։ Երբ են բերելու, ոնց են բերելու, որտեղ են տեղակայելու, զենք, զինամթերք, թիկունք, հոսպիտալներ, եւ այլն ենթակառույցներ։ Իրանը իր տարածքում է, չէ, կռվելու, իր տարածքից ինչ որ մի գործիք ակետից բեկետ տեղափոխելը խնդրեմ չի, չէ։ Բայց Միացյալ Նահանգների համար Իրանի շրջակայքում բերել զորք, զենք, զինամթերք խնդրեմ է։ Առավես որ 14 պետության Իրանը ամերիկյան բազաներին թիրախավել եւ խփել է։ Այսինքն դեռ ենթակառույցներն էլ են, չէ, ոչնչացել։ Հիմա եկեք գործնական ունենք, լավ ինչով են բերել, այդ տիկնատորներով են բերելու։ Trip-ով 9 օրինակ 9 միլիոն 5 միլիոն 6 միլիոն Իրանի դեմ զորք ոնց են բերելու, որտեղ են բերելու, որտեղ են տեղակայելու, արգելից։ Եկեք հիմա ես խիստ առարկայացնում եմ։ Եվ դա հնարավոր չէ այսօր։ Դրան գումարած այդ 5-6 միլիոն զորքը որ բերեցին, տեսականորեն, չգիտեմ ոնց են բերելու։ Առնվազն ինքը նաև օդային սպասարկում տի ունենա։ 3-4-5 հազար ինքնաթիռ։ Այդքան զորքի, հա, հետ աշխատելու։ Բայց դիկտատորները որտեղ է տեղակայելու, այդ վառելիքը որտեղից է գալու, այդ անձնակազմը, այդ քանի օդանավական, ամեն օդանավականը քանի ինքնաթիռ սպասարկելու, այդ որ երկրներն են իրենց օդանավականը տրամադրելու։ Հարցականներ պատկասում եք, չէ՞ կան, եւ այստեղից բարձ հետեւություն։ Ցամաքային օպերացիան բացառեք։ Ինչա պատրաստվում ըստիս։ Առաջին փուլը բլիցկրիգով ձախողվեց։ Հա, որտեվ խնդիրը պատերազմ չէր, խնդիրը իշխանապողությունն էր, երրորդ անգամ փորձը ձախողվեց, այո, կարողացան գլխատել, ընդ որում նենգաբար են գլխատել։ Ես դրա մասին բոլոր ացիաներով ասում եմ, տաղավարներով ասում եմ, հարցազրույցներին ասում եմ, իրոք նենգությունը չափ ու սահման չունի։ Ամերիկյան իմպերիալիզմի եւ հրեական սիոնիզմի։ Վերջին 1-2 օրը ուշադրություն դարձեք հայտարարությունները Ուետկոֆի, Կուշների եւ Արաղչիի, որ 5 րոպե պակաս արդեն համաձայնությունը մոտ է։ Այսինքն ամերիկյան համաձայնության իմաստը, գիտեք ինչն էր, որպեսզի հոգեվոր առաջնորդը ռազմական ղեկավարները դույն տեղում լինեն։ Որտեղ եթե գայս էս համաձայնության, հիմա հոգեվոր առաջնորդը հանձնարարականներ է, չէ՞, դնում ռազմական ղեկավարության առաջ, արդեն ամեն մեկը իր գծով փաստաթղթեր պատրաստելու եւ հարվածում են։ Հիմա իրենք փորձում են ակտիվացնել քրդական գործոնը, այսինքն անջատողական տրամադրություն, սեպարատիստական եւ 2 օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Դոնալդ Թրամփը անձամբ էր զանգահարել տարածաշրջանում գործող քրդական ուժերի առաջնորդներին եւ տեսեք մենք պետք է մի քանի դիտարկում իրականացնենք այս ասպեկտում Միացյալ Նահանգների եւ քրդերի համագործակցությունը իրականում տեղ ունեցել է սիրիական հակամարտության շրջանում 2011-ից 2019 թիվ, հետո նույն Դոնալդ Տրամփի կառավարման ժամանակ ամերիկացիք գցեցին քրդերին։ Այո։ Թուրքական բանակը մտավ այդ տարածքը։ Միայնակ թողեցին թուրքական տանկերի դեմ եւ ցեղասպանություն տվեցին։ Դա անցյալ տարվա մեջ նույն Դոնալդ Տրամփը էլի հերթական անգամ գցեց քրդերին։ Հետևաբար հարցը առաջանում, որքանով են քրդերը պատրաստ այս անգամ եւս նույն գետը մտնել։ Լավ, եկեք այսպես։ Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ Իրաքի քրդերը այնուամենայնիվ ամերիկացիների հորդորներին, խնդրանքներին, պահանջներին ականջալուր լինեն եւ փորձեն
երկկողմանի Իրաքի եւ Իրանի սահմանում երկկողմ քրդեր են ակտիվացնել այդ գործումը։ Հիմա դա գիտեք ինչ է նշանակում։ Տեսականորեն եթե սկսեց այդ քրդերի դեմ մի կողմից կռվելու են Իրանի սահմանապահ ուժերը, սահմանին կանգնած ուժերը, մյուս կողմից Թուրքիան է մտնելու խաղի մեջ։ Գիտեք ինչու։ Որտեւ եթե այդ քրդական գործոնը ակտիվանալու է նույն պահին ակտիվանալու է թուրքական քրդական գործոնը արդեն կենտրոնական իշխանությունների դեմ պոտենցիալ քրդական բանվորական կուսակցություն համաձայն եք իսկն այս առումով Էրդողանն ու Իրանի ապագա հոգևոր առաջնորդը թեև ասում են զոհվածի որդին է բայց պաշտոնական հայտարարություն չեմ տեսել եւ իդեպ ես կարծում եմ որ պաշտոնական այո դեռ հաստատման մենք հիմք ընդունենք պաշտոնական այո եւ իմ կարծիքով իրենք բավական հետաքրքիր մարտավարություն են որդեգրել դեռ բնականաբար իրենք չեն բացառում որ ընտրված է ուղղակի չեն այո չեն ասում որ ճիշտ են անում հիմա այո հիմա ընդունենք այսինքն Իրան եւ Թուրքիան քրդերի պահով դառնում են դաշնակից ընդ որում եւ քրդերը դառնալու են թուրք-իրանական դաշինքի մսաղացի մեջին նյութը կոտորելու են թուրքերը մի կողմից Իրանը մյուս կողմից հասկանալի է չէ որ ամերիկացիների համար մեկ է թե ինչքան քուրդ կկոտորվի այդ զոհասեղանին ասենք ինչու են ընդ որում քիչ չեն ասեմ քրդերը գոնե այսպես ամենա մեղմ գնահատականը որ 35 միլիոն են 4 պետության տարածքում Սիրիայի Թուրքիայի, Իրաքի եւ Իրանի 35 ես տարբեր աղբյուրներով նայել եմ մինչև 80-90 միլիոն են ասում քրդերը իրենց մասին չգիտեմ բայց 35-ը նվազագույնը կա հիմա պատկերացրեք քրդական գործունն ակտիվացնում լավ այդ ակտիվացրեցին Իրանի սահմանում ինչքան քուրդ գնակրվի մի 100,000 ես նոր միլիոններից էի չէ խոսում որ Եթե պետք լինի Իրանը ցա 2 օրվա մեջ 3 միլիոնից բանը կհանում։ Այդ 100,000-ն ինչ կան։ Այդ 100,000-ը հետո զենք զինամթերք դիստանա, չէ՞։ Այդ ոնց է։ Դու պատկերացնում ես ավտոմատներով մտնելու են ինչ անեն։ Երբ որ օթուժը եւ անօթաչուները իրանական բանակի զրահտեխնիկան էլ մյուս կողմից։ Էսի արչեվից։ Մեկ էլ այն կողմից հետևից բարձրանում, մեկ էլ հետևից էլ թուրքականն է խփում։ Քրդից քտարն էլ չի մնա։ Եթե մտան այս արկածախնդրության դաշտը։ Այո, տրամաբանական է, որ Տրամպի վարչակազմը բլիցկրիգը չկարողացավ իշխանափոխության, ավելին կա լուրջ կոնսոլիդացիա իշխանություն եւ ժողովուրդ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, ակնհայտ է։ Եվ այստեղ իրենց մնում է ներսից պայթացնել անջատողական տրամադրություն։ Ես ասում եմ, առաջինը քրդական գործոնն է, երկրորդը Ալիևը, բայց Ալիևը որպեսզի Էսկամենձեով ներգրավի ժամանակ է պետք, զորք, զենք, զինամթերք եւ այլն։ Հենց այդ համատեքստում որքանով եք ռեալ գնահատում այս փուլում Զանգեզուրի միջանցկացվածի գործարկումը, որտեվ ինչպես նշեցիք, այսինքն ուզում եք իրանական հրթիռները Հայաստանն էլ խփեն։ Որ պահին Զանգեզուր միջանցքով զորք զենք տեղափոխվեց, բնականաբար դառնալու ենք Իրանի դեմ ուղղակի Իրան առանց հասնելու խփելու է։ Ոնց որ այդ 14 պետություններին որ խփում էր հարցնում էր, բայց պետությունների բազաներն էր խփում, ենթակառույցներն էր խփում, անգամ հյուրանոցներին, որտեղ այդ բազաների անձնակազմը այդքան խորամանկ եւ խորագետ էին գնացել են հյուրանոցներում էին պատասպարվել, բայց այս իշխանությունները մտածել որ Իրանը չի խփի հյուրանոցը։ Իրենց ինչ ասեն, նրանք կանեն շատ հանգիստ կերպով։ Ես էլ ասում եմ, արեցին, եթե Հայաստանի տարածքը կապ չունի այդ Տրամպի ուղին է, թե ինչ որ մի կտոր է, որ պահին ամերիկյան զորք, իսրայելական զորք, զինամթերք, որտեղ Իրանը գնահատեց, որ իր դեմ է ուղղված, մի անգամից հարվածելու է։ Քո կարծիքը չէ լարսնի։ Այդքան բան։ Հիմա եկեք այսպես ասենք, հա, ես քիչ հավանական եմ համարում քրդական գործոնի ակտիվացումը։ Արյան մեջ կխեղդեն մի կողմից, ես վստահաբար եմ ասում, Թուրքիան մի կողմից է քրդական առատ ցիրիկուն ատամա պայել քրդական հարցը լուծելու թուրքերը։ Ես արես լավ առիթ նվեր է։ Մյուս կողմից էլ Իրանը կլուծի։ Ճիշտ է։ Այդ չեմ ասում Իրաքի իշխանությունները։ Բանի Մոսուլի Կիրկուկի ամենանավտառատ շրջաններում դուք նստել եք Էրդողանը այդ բիզնեսը սանում, բյուջե փողել չես տալիս։ Իդեպ ասեմ։ Իրաքի իշխանություններն կենտրոնական
Իրաքի քրդերի հարցերը կլուծեն, որ այդ տարածքները ընդհանրապես մաքրեն, այդ նավթարած շրջաններն իրանցով անեն, բայց 10% պաշար կա աշխարհի քիչ է։ Քրդերի մյուս կողմից ասում եմ, Իրաքի ընդդեմ շիա բաները, այդ 400,000 միլիցիա կոչված, որը բանակը, բանի Իրանի 4-րդ բանակն է։ Դրանք էլ քրդերի հարցերը ընդեղ են լուծելու։ Եվ այդ տարածքները լրիվ գրավեն։ Եվ քրդերից քտարն էլ կարող է չմնա։ Եթե ասենք այս արկածախնդրությանը գնան կամ սխալ որոշում կայացնեն։ Եվ այստեղից հետևություն, ես քիչ հավանական եմ, ես չեմ բացառում այդ տարբերակը, բայց քիչ հավանական եմ համարում։ Բելուջներին արյան մեջ կխեղդեն, բելուջները հիմնականում Պակիստանի սահմանում են, եւ այս առումով օրինակ Չինաստանը ամեն կերպ օգնում է բանին, Իրանին։ Իսկ Պակիստանի թիվ 1 դաշնակիցը, եթե անհիշելի ժամանակներից նայենք, ով ստեղծեց Պակիստան պետությունը, Բրիտանիան ստեղծեց, Հնդկաստանից իսլամ դավանող հնդիկների առանձին միավոր, չէ։ Հետո Պակիստանը դարձավ ԱՄՆ-ի գերիշխանության ներքո։ Այսօր Պակիստանի ղեկավարությունը միանշանակ պրո-չինական եւ Չինաստանի հետ առավելագույն լավ հարաբերություններ ստեղծելու ուրեմն գործի վրա։ Իդեպ ասեմ, Հնդկաստան-Պակիստան բախման ժամանակ, երբ Հնդկաստանի հոբ համակարգերի ինքնաթիռները խփվեցին, հիմնականում գիտեք ում շնորհիվ էր։ Չինական տեխնիկայի, այդ թվում նաև ինքնաթիռների, այդ թվում նաև հակահրթիռային պաշտպանության միջոցների։ Այսինքն ընդունում ենք այսպես, որ պահին Պակիստանին բզբզեն, որ բելուջները երկու կողմում կան, եւ Պակիստանում եւ Իրանում։ Ես կարծում եմ Պակիստանը տեղում հարցերը կլուծի այդ բզբզողների։ Իրան ձեր չի տալիս, որ կոնկրետ Իրանում գործողություններ անեն։ Իր երկրի քաղաքացիների ձեռամբ նաև, որտեվ իր թիվ 1 դաշնակից այսօր Չինաստանը, իսկ Չինաստանը ամեն կերպ օգնում է Իրանին, չէ՞, պարզ եմ ասում։ Հիմա գալիս ենք ոնց որ թե վերջնարդյունքում, բա լավ, Որն է։ Որն է, այս Միացյալ Նահանգները ոնց որ երկրորդ փուլն էլ է փայտիկին թքել Իսրայելի հետ միասին։ Մնում է միջուկային տակտիկական զենքը, ուրիշ բան չի մնում։ Եկեք գնահատենք ինչ ասել է միջուկային տակտիկական զենք։ Օրինակ, եթե Միացյալ Նահանգները օգտագործի այդ զենքը, հետևանքները ինչ հարվածի Թեհրանին, ասենք մի քանի 100,000 մարդ մահանում է, կամ 1 միլիոն մարդ, կամ 2 միլիոն մարդ, տեսականորեն, բայց դրանով 90 միլիոնանոց Իրանը չի ոչնչացվում, համաձայն եք։ Որով գիտեք ինչ ալնում, Միացյալ Նահանգները երկրի մոլորակի վրա դառնում է իզգոյ։ Իսկ եթե պարզվի, որ մի քանի այդպես շատ վատ ահաբեկիչներ Պակիստանից ուսների վրա դրած մի 10 հատ միջուկային մարտագլխիկով հրթիռ են Պակիստանի պահոցներից գողացել այդ նույն բելուջները ու մցրել Իրան, ասել մենք ուզում ենք ձեզ օգնել, մենք սունի մահմեդական, դուք շիա, բայց մենք երկուսս էլ մահմեդական ենք։ Այս 10 մարտագլխիկով, միջուկային մարտագլխիկով հրթիռը մեր սեղանից ձեր սեղանը։ Սկզբունքորեն բացառում եք, ես չեմ բացառում։ Ես չեմ ասում, որ Պակիստանը հարստացած ուրան կտա, ասի ատոմային միջուկային զենք սարքեք Իրանին։ Չէ, մի անգամ հրթիռները կտա։ Իհարկե պետական մակարդակով դա չի երևա։ Պարզ եմ ասում, չէ՞։ Սա խիստ առարկական է։ Իսկ Միացյալ Նահանգները երկրի մոլորակի վրա իզգոյ են դառնալու։ Դուք պատկերացնում եք, երկու անգամ երկրի մոլորակի վրա միջուկային զենք օգտագործի, երկու անգամ էլ Միացյալ Նահանգները։ Իսկ սա նշանակում է, որ ցանկացած միջուկային տերություն իրան արդեն կարող է իրավունք վերապահել Միացյալ Նահանգների դեմ օգտագործել, իհարկե, այլոց չէ, հենց Միացյալ Նահանգների։ Իսկ գիտեք ինչ է նշանակում։ Տրամպը մինչև նոյեմբեր կոնգրեսի միջանկյալ ընտրություններ կարող է չձգի։ Ինչպես ասում են, իր անվստահությունը, իմպիչմենտի գործընթացը, այնտեղ սկսի խիստ առարկայապես։ Սա երբ ԱՄՆ-ը օգտագործի միջուկային տակտիկական զենք, իսկ եթե ԱՄՆ-ը չօգտագործում, Իսրայելն է օգտագործում, այդ դեպքում Իսրայելից Իրանը ունի առնվազն 4 տեղ հարվածելու, որտեղ Իսրայելից իտարը չի մնա։ Առաջին հոսանքազրկումը 100%-ով 2 էլեկտրակայան ունի։ Հոսանքի արտադրությունը Իսրայելը չի պայմանավորում միջուկային վառելիքով ատոմականու հոսանքի ստացման։ 2 էլեկտրակայանը շարքից հանում է, 2 քիմիական գործարանը շարքից հանում է, իսկ դա հիպերձայնային արագությամբ հրթիռներով միանշան կարում է, դեմոնի միջուկային ռեակտորը հանում է եւ
միջուկային զինանոցի պահուստները, որոնք ստատիկ են, ֆիքսված են, Իրանն էլ տեղը գիտի։ Հարվածում է, պայթում են։ Այո, Իսրայելից իտառը չի մնում։ Ու վերջ, եթե Իսրայելը Իրան իրավունք վերապահեց, Իսրայելում իդեպ այնքան չեն խելամիտ կոչերը, որքան Միացյալ Նահանգներում, իսկ Միացյալ Նահանգներում փաստորեն Իրան բանի Դոնալդ Տրամպի այս քալերի դեմ բական լուրջ կոշտ կեցված կա։ Իսրայելում դեռ այդքան չկա։ Այնտեղ դեռ հələ երկնքում են։ Թրամփը խնդիր ունի արդեն վարկանիշային։ Այո, ճիշտ եք։ Տեսականորեն եթե Իսրայելն է անում, Իսրայելի պատասխանը Իրանը առանց Պակիստանից այդ լավ տղերքը մի 10 միջուկային մարտագաղթիկով հրթիռ տալը, առանց դրա է ինքը Իսրայելի հարցին լուծում է, թեմա փակվում է։ Շատ լավ։ Այս դրանից հետո ինչ ալնելու։ Բայց հիմա Ամերիկան չեք հարցնում, մեր լսողներին չի հետաքրում, Ամերիկան այս կարդաբալետից ոնց է դուրս գալու, դեմքը փրկած։ Հենց խնդիրն էլ դա է, որ ինքը խնդիր ունի դեմքը փրկել եւ հենց դա կարող է ստիպել նրան էլ ավելի խրվել։ Չէ, ավելի խրվել է որպեսի արդյունք։ Դա ջան, մենք քայլերով հաշվեցինք, չէ, խրվելու աշճանները, ինչ պետք է արվի։ Դե վերջում միջուկայինը բացառում եմ, համարյա բացառում եմ, եթե Իսրայելում ասենք բայց մնացած կետերը փորձելու է անջատողականները եւ այլն, հա, արդեն կան գործնական քայլեր։ Ես չեմ բացառում, բայց դա շատ արագ բան արվելու, թեման փակվում է։ Այստեղ քրդերն են զոհաբերվելու։ Եկեք այսպես, ես ենթադրում եմ ավելի շուտ ԱՄՆ-ում խելամիտ մարդիկ շատ ավելի շատ են, մասնագետները անհամեմատ անչափելի, քան Իսրայելում։ Եվ դա միայն դեմոկրատների մեջ չի, իդեպ ասեմ, հանրապետականների մեջ էլ։ Այդ ու նաև իրանց հետախուզական կառույցի ղեկավարը, որը դեմ էր այս ամեն ինչին, այդ տիկինը։ Հիմա ես ասեմ, ըստիս Տրամպին ինչ եմ պարտադրելու։ Ասելու են քո այդ բանը սիոնիստական զամաշկեքին վերջ ես տալիս։ Այդ ցնդաբանություններին, հա, որ հեսա մեծ Իսրայել է ստեղծվելու եւ այլն եւ այլն։ Հիմա հայտարարում ես, որ ԱՄՆ քաղաքական խնդիր ինչ դրել էր կատարել է։ Ոչնչացրել ենք Իրանի ղեկավարությանը, ոչնչացրել ենք։ Ենթակառույցներին, զինական օբյեկտներին, պահոստներին, բալիստիկ հրթիռների, հիպերձայնարարության հրթիռների, ուրանի հարստացման ցենտրիֆուգներին խփել ենք 99%-ը ոչնչացրել ենք։ Իդեպ նման հայտարարություն հիշում եք այն 12 օրվա ռազմական բախման ժամանակ էլ էր, չէ՞, ասում։ Ինչև այս հայտարարությունը եւ ասում եմ մենք ռազմական գործողությունները դադարեցնում ենք, որովհետեւ քաղաքական խնդիրները մեր առաջ դրած լուծել ենք։ Իրանին կոչ ենք անում ինքը եւս դադարեցնի ռազմական գործողությունները, եթե ոչ մենք միջուկային զենք կօգտագործենք։ Իսկ գիտեք, Իրանը այդ հայտարարությունից հետո շատ արագ համաձայնվելու է, գիտեք ինչու։ Որտեւ ԱՄՆ այլևս Իրանից չի պահանջելու միջուկային զենքի կամ խաղաղ ատոմի, այսինքն ցենտրիֆուգներով ավելի քիչ հարստացված ուրան ունենալու իր քայլերը կանգնեցնել, ԱՄՆ-ն չի պահանջելու, որտեվ հիմա ինչ որ հիմնավորում է եւ անում է, առաջին քայլը դա է, չէ՞։ Ասում եմ միջուկային զենք է ստեղծում։ ԱՄՆ-ը կռվի դադարեցնում է, Իրանը կռվի դադարեցնում է, բայց ԱՄՆ-ը այն պահանջը, որը ուներ Իրանի նկատմամբ, այդ պահանջից հետ է կանգնում։ Ու ինչպես ասում են, ԱՄՆ-ի դեմքը փրկում է, բայց դե իհարկե այդ մանկապարտեզի երեխաներն են կժպտանք, ասեն հոպար ոնց որ մեզ խափում ես։ Փոխարենը, ասենք Իրանը այլևս կարող է ուրան հարստացնել, հիմա վաղ չեմ հիշում 99% հարստացնի միջուկային տերություն կդառնա։ Օրինակ, թեև Իրանը այդ գործընթացին չէր, Բուշերուն որ պատրաստում են ատոմական ռուսները բան են անում, հա, իդեպ անձնակազմը ամբողջովին էվակուացվել է ռուսական, իսկ վտանգ կար անգամ որ այդտեղ խփեին։ Բուշերի պատասխանող ատոմական։ Եվ ըստ այդմ կարծում եմ, որ թեման այսպես կպրծնի։ Իսկ գիտեք ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ ոչ միայն արաբական աշխարհից, որտեղ արաբական աշխարհում իդեպ ես չեմ բացառում, եթե սա շարունակվի, արյունը շատ թափվեց, իշխանապողությունները ալիք է գնալու։ ԱՄՆ-ի հետ համագործակցող վարչակազմերին այդ երկրի մահմեդական ժողովուրդը տապալելու է։ Բարձր եմ ասում, այսինքն ԱՄՆ պատկերացնում եք վարկանիշային ինչ կորուստ է ունենալու, ինչքան դաշնակից է կորցնելու։ Այդ նաև Հայաստանն է վերաբերվում, իդեպ ասեմ ձեզ։ Եվ այդ Տրամպի ուղին, ինչպես ասում են, Հայաստանի այսպես կոչված իշխանությունները կարող են փաթեթավորել, մտցնել մի շշի մեջ
եւ տալ Ալեն Սիմոնյանը, ինքը գիտի դա ոնց օգտագործի։ Եվ ըստ այդմ այդ Տրամպի ուղին ընդհանրապես գոյություն չունենալ, որտեղ նորից եմ ասում, տեսականորեն 0% հավանականությամբ, զուտ սցենար եմ ասում, եթե Իրանը պարտվում է այս ամեն ինչի մեջ, Տրամպի ուղի դառնում է ամբողջ Իրանը։ Այսինքն Տրամպի ուղի այս փոքր ճանապարհը 42 կիլոմետր այլևս իմաստա զրկվում է։ Իսկ քանի որ ես գնահատական եմ տալիս, որ Միացյալ Նահանգները այս ձևով կռվից դուրս է գալու, իբր դեմքը փրկած, կռվը կանգնում է։ Ինչ է կարծում, այդ Տրամպի ուղին ստեղ աշխատելու է, եւ դրա շահառու իշխանությունները Հայաստանի սպասարկելու են այդ ուղին եւ ասելու են 99 տարի Հայաստանը ինքնիշխան է լինելու, որտեվ 99 տարի Տրամպի ուղի է լինելու։ Ես կարծում եմ այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները ավելի լավ է տնով, տեղով, ազգով, ցեղով արագ տոմսեր առնեն այն երկրները, որտեղ ունեն իրենք ուրեմն քաղաքացիություն, ամերիկյան գրին քարտեր, սեփականություն, արագ ճողոպրեն, որտեվ թեման, ամերիկյան թեման, Ամերիկայի ներկայիս վարչակազմի եւ նախագահի արկածախնդրության հետևանքով նաեւ մեր տարածաշրջանում ամերիկյան թեման կարող է փակվի։ Բրիտանականը փակեց Ամերիկան, հիմա ամերիկյանը փակում է ինքը կամ Իսրայելի հետ այս արկածախնդրությունը ու դրանից հետո այս տարածաշրջանում շատ բնական ձևով մեր երկու հարևաններն են դառնում իրենց ստրատեգիական շահերի սպասարկման համար, անվտանգային, կոմունիկացիոն եւ այլն Ռուսաստանը եւ Իրանը։ Եվ բնականաբար այս վարչակազմը խցանի նման թռնելու է, այո, ես հորդորում եմ արագի մեջ, ես մի կարճ ժամանակում այդ մի ամիս, 2 ամիս չէ, 4 շաբաթ, 8 շաբաթ այդ հեքիաթները շատ ավելի արագ ամեն ինչ որոշելու, այս վարչակազմն էլ ուղղակի միջև ընտրությունները արանքը ճղի։ Թռնեն, քանի շուտ այն, որ ասում են փխ ու թռանք։ Հիմա իրենք դե հասկանան, որ շուտով Իրանը եւ Ռուսաստանը ստեղ փխ են անելու։ Ճիշտ կլինի ժամանակին բանանն։ Հայաստանը լքեն։ Փոխվեց Արշակ Սրբազանի խափանման միջոցը, բայց քրեական գործը կա։ Վարչական ու վերահսկողություն, ես կցանկանայի վերջում նաև խոսենք մեր ներքին իրադրության մասին, կարծես թե ընտրությունների մոտենալուն պես ռեժիմը փորձում է որոշակիորեն մեղմել իրավիճակը, ներքին լարումը եւ բազմաթիվ քաղաքական բանտարկյալների խափանման միջոցներ փոխվեցին, իմ հարցը հետեւյալն է, արդյոք դա կօգնի իրենց։ Ես ասում եմ, իրենց ճակատագիրը ոնց է լինելու հարգելիս, դա որից է ձևով մարդկանց ընկալումներով չի ազդի, ինչ կարող է մեր եկեղեցու հոգևոր առաջնորդի վրա ազդի, եկեղեցու հոգևորականների վրա ազդի, եկեղեցու նվիրյալ հավատավոր զավակների վրա ազդի, հարցականում եմ ասում, իհարկե չի ազդի։ Այդ չեմ ասում ես ժողովրդի, քաղաքական ուժերի, ընդդիմադիր ուժերի իհարկե չի ազդի։ Այսինքն դու մարդկանց ապօրինի տանես ամիսներով, տարիներով փակես, հետո վերջում տեսնես նպատակի չհասար, վերջում էլ ընտրությունների նախաշեմի մի հատ կապիկություն անես, մեկ էլ ծապտանք, ասենք Շենկենյան իշխանությունները, չէ, այդպես չի հարգելիս։ Իրենք եւ այն դատավորները, դատախազները, քննչական մարմինները, ովքեր ապօրինի որոշումներ են կայացրել, իրանք պատասխան են տալու։ Երբ որ ես ասում եմ, այստեղ այս Իրանի հետ թեման փակվելու է, իշխանությունները ճիշտ կլինի ճամպրուկները կապեն, իրանց հետ լավ կլինի կապեն նաեւ իրավապահ համակարգի հետ աշխատակիցները, դատավորները։ Դատվելու են իրանք։ Իրենց թվում է, էսի տունտունի կա, կինո է, բարև ձեզ։ Բայց դուք կրթություն եք ստացել, ծառայություն, ուսադիր ունեք, օրենքի պաշտպան եք, մեր ժողովրդի պաշտպան եք ու վերջին բարդակն եք, ոնց կարա դատավորը որոշում ընդունի բեկանի վեհապար հայրապետի ներքին կանոնակարգով ապահովված այս կամ այն հոգևորականի ստատուսը, կարգավիճակը, դատավորը բեկանում է։ Բայց մասես այդ դեգեներատ, քո տեղը գիտենք որտեղ է ու գնալու ես նստես մինչև վերջին խազը, որ մյուսներն դասել են մյուս դատավորներին։ Որ վերջին հաշվով, իդեպ ասեմ, դատավորների ստատուսը ցանկացած պետության մեջ իրենք շատ բարձր ստատուս ունեն։ Հրեաները, որ այդ ժողովուրդը ստեղծվեց, հրեա ժողովուրդը, չկար այդպիսի ժողովուրդ։ Արմատը ասորի ա եղել։ Աբրահամը հրեա չի եղել։ Երբ որ այդ ազգը կազմավորեց, թագավոր չէր դնում, թագավորը Աստված էր։ Այդ ժողովրդի թագավորը, բարձրագույն իշխանությունը, ներքևում առաջին կառավարման համակարգում գիտեք ովքեր էին։ Դատավորները։
Հետո օրենսգետները, այսինքն օրենսդիր մարմինը, էլի։ Հետո ոստիկանները։ Այսինքն Աստծուց հետո երկրի վրա ամենալուրջ եւ պատասխանատու կարգավիճակ ունի դատավորը, որտեղ դատավորն է ապահովում արդարությունը, օրենքը եւ այլն, դատավորին է տրված։ Իսկ այս դատավորների համար վերևից մի հատ զանգ են ստանում, հիմար որոշումներ են կայացնում, 2 կոպեկ էլ փող են կպցնում, կուշտ ու երջանիկ չաղու բախտար մտածում են կապրեն, չէ։ Առաջին դատավորներն են թալում նստեն։ Հələ իրապա համակարգը դնում ենք ենկով։ Ոնց ձեր ստատուսը ընտրել արդարության, բարոյականության եւ այլն պաշտպանի, իսկ առաջին դուք եք բռնաբարում։ Կտեսնեն հետո ոնց ալնելու։ Օրենքի շրջանակներում իհարկե։ Այդքան է։ Ես կարծում եմ ամեն ինչ ասեցի այս բանը։ Եվ թերևս այսքանով ամփոփենք, սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում Խաշմերուկ podcast-ի հերթական թողարկումներ, ձեզ հետ էին լրագրող Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան Հայկ Նահապետյանը, շարունակեք մնալ Anti-Fake-ի հետ, մենք էլ շարունակենք հետևել բուռն զարգացում ապրող իրադարձություններին եւ ձեզ հետ քննարկենք, իրազեկենք եւ մնանք կապի մեջ։